Բարի եւ օրհնյալ Կիրակի սիրելի եղբայրներ, քույրեր, ողջունում ենք ձեզ մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ բարի գալուստ ենք ասում յուրաքանչյուրի Տիրոջ տան մեջ։ Եկեք մեր օրհնության ծափահարությունները բարձրացնենք Թագավորին, նրա օրհնությունը գովերքենք, նրա փառաբանությունը մեծարենք եւ նրան ասենք, որ Աստված իմ դու հիանալի Աստված ես։ Այսօր մենք այստեղ ենք ճիշտ տեղում, ճիշտ ժամին, որ սկսենք Տիրոջը երկրպագել եւ օրհնել։ Ես այն մարգարեն, որ մի քանի տարիներ, 100 տարիով առաջ Հիսուսից առաջ մարգարեացավ Հիսուսի գալու մասին եւ ասեց, որ մի ընձյուղ պիտի բուսնի, մի շարավիղ պիտի դուրս գա Հեսեի տնից եւ նրա վրա կհամճի Տիրոջ վախի հոգի, սրբության, զորության եւ այսպես հրաշալի բաներ խոստացավ եւ ճիշտ դրանից անմիջապես հետո հաջորդ գլխի մեջ, կարծես թե հիշատակվում է այս հրաշալի խոսքերը 12-րդ գլխի մեջ։ Ուզում այսօր մի քանի համար ասել ձեզ նախքան որ սկսենք փառաբանել, որպեսզի պատրաստվենք։ Ամեն։ Ամեն։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը, ասում է, եւ այն օրը, երբ որ դու իմանաս, որ Հիսուսը արդեն Աստված բարձրացրել է նրան ամեն փառքերից վեր, նրան օծել է եւ նա հայտնի արդեն քեզ ասում է, եւ այն օրը կասես, ով Տեր, ես գովում եմ քեզ, որ ինձ վրա բարկացար, բարկությունդ ետ դառավ եւ ինձ մխիթարեցիր։ Ամեն։ Ուզեմ վստահ լինես, որ Աստված այսօր բարկացած չի քո վրա, նա մխիթարության Աստված է այսօր։ Սուրբ Հոգին չի դատապարտում ես ինձ ու քեզ այսօր, նա մխիթարում է մեզ այսօր եւ պատրաստում է մեզ հավիտենական փառաբանության մտնելու համար եւ ասում է, ահա Աստված իմ փրկությունը, ես հույս ունեմ եւ չեմ վախենա, որովհետեւ իմ զորությունը եւ գովասանքը Տեր Եհովան է։ Կարող ենք ասել միասին, որովհետեւ իմ զորությունը եւ իմ գովասանքը Տեր Եհովան է։ Հալելույա։ Եվ ասում է, շարունակությունը հիանալի է, նա ինձ փրկություն եղավ։ Եվ հիմա ասում է, եւ դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներից եւ այն օրը կասեք, գովեցեք Տիրոջը, կանչեք նրա անունը, պատմեք ազգերի մեջ նրա գործերը, հիշեք, որ բարձր է նրա անունը, օրհնեցեք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սրանց իմացված են բոլոր երկրում։ Եվ հիմա աղաղակիր եւ ցնծա ով Սիոնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը։ Հալելույա։ Օրհնյալ լինի այն Աստվածը, որի անվանում Աստվածքը Իսրայելի Սուրբը։ Օրհնյալ լինի նա։ Իսկ հիմա իմ խնդրանքն է քեզ, այսօր դու պատահական անց չես այստեղ։ Այսօր դու այստեղ ես, որովհետև Սուրբ Հոգին քեզ բերել է այստեղ, նա համոզել է քեզ, որ դու գաս։ Ուրեմն ինձ ու քեզ համար մնում է մի բան անել, սիրելիներ։ Մնում է այս գործը անել։ Ուրախությամբ ջուր քաֆե քաշել փրկության աղբյուրից։ Այսօր փրկության աղբյուրը հոսում է ինձ ու քեզ համար։ Բաց է այդ աղբյուրը։ Այդ աղբյուրը այսօր առատ է, ջուրը շատ է, փրկությունը շատ է։ Դրա համար քո բաժինը վերցրու այսօր։ Երկրպագության մեջ քո բաժինը դուր եւ քո բաժինը առ։ Խոսքը լսելու մեջ դուր քո սրտից դժվարությունը, վերցրու նրանից իր օգնությունն ու հրաշալի խոստումները։ Եվ այս ամենի մեջ ասում է, այդ օրը կգովաբանեք նրան, կգովեք նրան։ Եկեք մեր գով գտանք Տիրոջը, ամեն։ Եվս մեկ անգամ բարձրացնենք մեր ծափահարությունները եւ միասին օրհնենք Թագավորին, որ հավիտյան կենդանի է։ Հալելույա։ Բարձրացու քո ծափերը, բարձրացու քո աղաղակները։ Ասա Տիրոջը, որ ես կգովեմ քեզ, ով Աստված։ Իմ սրտից սաղմուզներ կասեմ քեզ, որովհետև դու բարձր ես, որովհետև դու արժանի ես։ Հալելույա։ Միասին մեր ծափերը բարձրացնենք, միասին բոլորս մեր ծափերը բարձրացնենք, ասենք նրան։ Տակներաստում, ամենքս միաբան մեծարեք դրան, ամեն պար, տակներաստում, հալելույա, հալելույա, եղում ենք քեզ, ակեց հալելույա, դու մեր ես մեր,
մեծափերով միասին օրհնենք։ Մենք քեզ փառք ենք տալիս այսօր։ Հրաշալի Հիսուս օրհնյալի անունը։ Թող ասացան մեր Աստծուն եւ ապրեն դրա մեր երկերով։ Թող ասան տակ մեր Աստծուն, ամենքս միաբան մեծ արեք նա։ Հալելույա։ Ինչ կշարունակեք փառաբաները դարձիր մեկ երկուսին, օրհնի նրան ասա ինչ ուրախ եմ որ դու այստեղ ես։ Որքան հրաշալի է տեսնել ձեր քաղցր դեմքերը, օրհնյալ լինեք Տիրոջ անունով։ Նա մեր Աստվածն է, նա մեր Փրկիչն է, նա մեր Մեսիան է, որ մեզ համար արեց լավագույնը, որպեսզի ես եւ դու այսօր, թեև ժամանակին օտարենք, բայց դառնանք նրանով քույր եղբայր եւ բարեկամ։ Հալելույա։ Օրհնյալ լինի Տերը, միասին կարող եք ասել. Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորն է եւ արքան, նա է հույսը մեր փրկության եւ երգը մեր ուրախության։ Ամեն։ Համաձայն ես, դու նրանց ապահովություն եւ միասին օրհնենք։ Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության եւ երգը մեր ուրախության։ Հիսուսն է Տերը մեր Մեսիան,
չկա եւ չափ չկա, ամեն։ Անկախ նրանից որտեղ ես, որքան ինչ վիճակում ես, որքան դժվար է քո կարգավիճակը, նա մնում է ողորմած եւ գթած Աստծո ձեր քեզ համար։ Հալելույա։ Կարող է նրան ասել դու բարի եւ ողորմած ես եւ մենք օրհնում ենք քեզ։ Հալելույա։ Մենք ավելի շնորհակալ բարի ողորմած մեր Աստվածն է, որ հայտնում ես դեռ քեզ վրա։ Եվ ողջունում ես ողջունում ես, լցում ես ինքս ողջության։ Բարի ողորմած մեր Աստվածն է, որ հայտնում ես դեռ քեզ վրա։ Եվ ողջունում ես ողջունում ես, լցում ես ինքս ողջության։ Որքան հաճելի է լինել Աստծո սրահների մեջ, նրա խորը ներկայության մեջ, գիտեք, Աստծո ծառաները միշտ որոշ ժամանակների մեջ երազել են, որ Աստծո ներկայությունը իրենց հասանելի լինի։ Սիրելիներ, այսօր Աստծո ներկայությունը ոչ միայն մեզ հասանելի է, այլ նաև մենք հասանելի ենք Աստծո ներկայությանը։ Նա կարող է անմիջապես խոսել մեզ հետ, մեր հոգիների մեջ, եւ դու կարող ես ուղղակի ներխուժել, մտնել նրա սրբության սրբոցը, մտնել նրա ամենասուրբ ներկայության մեջ եւ պաշտպանում տալ նրան։ Հալելույա։ Նրա ներկայությունը քաղցրու։ Եկեք միասին աղոթ բարձրացնենք Տիրոջը։ Մեր երկնային Արքա, մեր Տեր, մենք որքան շնորհակալ ենք քեզ, որքան ցնծում ենք քո ողորմություններով, որքան առատ է քո ողորմությունը մեր կյանքերի մեջ։ Շնորհակալ ենք, որ այսօր էլ այստեղ ես եւ մեզ բերել ես այստեղ օրհնելու, խոսելու։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ առաջնորդում ես քո սրբության մեջ։ Քո ներկայությունը քաղցր է, քո ներկայությունը սահմանալի է, ով Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Հալելույա։ Խոսիր Տիրոջ հետ։ Նա այն սուրբ Աստվածն է, որ Մովսեսի հետ էր, Աբրահամի հետ էր, նա էր ով ստեղծեց ամեն բան, նա որ Ադամ ու Եվա ստեղծեց, նա որ ամեն բան արարեց իր խոսքով, նա որ իր պատերով արարեց ինձ ու քեզ, նա այստեղ է։ Շնորհակալ ենք քեզ։
բխում քո հայացքից, սիրում ես ինձ ինչպես ոտքուտ, ուր գնամ ուր քո հմայքից, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, այնքան չքնաղ, այնքան գերով, իմ մտերի հարազատ է, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, այնքան չքնաղ, այնքան գերով, իմ մտերի հարազատ է, արևոտյան արցնանալիս, քո ջերմությամբ սերես տալիս, դու պահեցիր ինձ ողջ գիշեր, քո ապահով ձեռքերի մեջ, տարածեք մեր ձեռքերն ու ասենք նրան, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, այնքան չքնաղ, այնքան գերով, իմ մտերի հարազատ է, այնքան քաղցրես, այնքան բարի, ինչքան հզոր ու այնքան բարի, ինչքան հզոր ու փառավոր, այնքան չքնաղ, այնքան գերով, իմ մտերի հարազատ է, շնորհակալ եմ, որ դու մեր բարի հովիվն ես, շնորհակալ եմ, որ դու մեզ տանում ես այն անոթները, որտեղ առատ է օրհնությունը մեզ համար, դու առաջնորդում ես այն ջրերի մոտ, որտեղ մենք օրհնված կզգանք մեզ, շնորհակալ ենք Տեր այս հիասքանչ օրվա համար, ևս մեկ առիթ լինեն քո սրբության մեջ, սա պատիվ է, սա օրհնություն է լինել քո ներկայության մեջ, շնորհակալ ենք, որ դու մեզ անգամ մահվան շուքի ձորից էլ անցնելուց մեզ հետ կլինես, դու կանցկացնես մեզ, դու մեզ օրհնես և կպահես փառքիդ համար, շնորհակալ ենք, կարիք չեմ ունենա
հիմա իմ բաժակը խիստ լիքն է Իմ հովիվը կարիք չեմ ունենա Նա կանաչներում հանգիստ է կարվիսի Իմ տանում հանդարտ ջրերի մոտ անձիս հանգիստ ալիս Իր անվան համար առաջորդում արդարության ու իրենում Թե եվ գնա Հիշուքի ծորի մեջ չարիս չեմ ախենա Որովհետև դու ինձ հետ ես ով իմ ասված Քո սեր ու գավազանը մխիթանում էլի Դու սեղանես պատրաստում ճշտամիներիս դիմաց Գնուխս յուղ ես ոցում ով իմ ասված Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է Հիրավի բարիքն ու որնություն ինձ են հետևելու Կյանքիս բոլորելու ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա Նա կանաչներում հանգիստ է տալիսի Եվ տանում հանդարտ ջրերի մոտ անձիս հանգիստ ալիս Իր անվան համար առաջորդում արդարության ու իրենում Թե եվ գնամ հիշուքի ծորի մեջ չարիս չեմ վախենա Որովհետև դու ինձ հետ ես ով իմ ասված Քո սեր ու գավազանը մխիթանում էլի Դու սեղանես պատրաստում ճշտամիներիս դիմաց Գնուխս յուղ ես ոցում ով իմ ասված Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է Թե եվ գնամ Մանիշուքի ծորի մեջ չարիս չեմ վախենա Որովհետև դու ինձ հետ ես ով իմ ասված Քո սերն ու գավազանը մխիթանում էլիս Դու սեղանես պատրաստում ճշտամիներիս դիմաց Գնուխս յուղ ես ոցում ով իմ ասված Ու հիմա իմ բաժակը խիստ լիքն է Հիրավի բարիքն ու ողորմություն ինձ են հետևելու Կյանքիս բոլորելու ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու Տերն է իմ հովիվը կարիք չեմ ունենա Օրհնյալ լինի այդ հրաշալի հովիվը Տերերի Տերը և թագավորների թագավորը Այդ բարի հովիվը, որ դնասեց ես եմ բարի հովիվը Այս է ապացույցը, որ նա իր կյանքը դրեց իր կարների համար Որքան հովիվներ կարող են գալ ու գնալ, բայց նրանցից ոչ մեկ իր կյանքը չդրեց կարների համար Բայց Հիսուսը նա արեց այդ, ամեն Օրհնյալ լինի այս հրաշալի բարի հովիվը Եկեք ջերմ ծափահարությամբ օրհնենք Տիրոջը հրաշալի ներկայության համար Լսեք մի քանի հայտարարություններ սիրելիներ Եվ հետո նորից կվերադառնանք ծառայության մյուս մասին Ձեռքերիդ մեջ է ամբողջը իմ Դեր քոն է հանգիստը իմ Քո հոգու մեջ է ողջ կյանքը իմ Քոն է Հավատում եմ քեզ Հիսուս Պատկանում եմ քեզ Հիսուս Մենք միշտ, չգիտեմ, ովքեր որ առաջ անգամ եմ ուզում հիշեցնեմ, որ մենք աշտանունքի ժամանակ միշտ
մի քանի րոպե ժամանակ եք տրամադրում Աստծո նվիրատվություններ հատկացնելու, որը որ նաև Աստծո պատվերն է եւ չեք կարող չանել, որտեղ ի սկզբանե աշխարհը ստեղծվելուց մինչև օրս այդ կանոնը գործում է եւ Փառք Տիրոջը եւ շատերս ուրախությունով մասնակցում ենք։ Մի օր մի լավ եղբոր հետ խոսում է, ասում է, ինչ կլինի, երբ որ մարդիկ դադարեն եկեղեցին ֆինանսավորել, փող չտան։ Ինչ կլինի։ Մի պարզ բան, եկեղեցիները կփակվեն, որովհետեւ երկնքից հաստատ փող չի գնա։ Դե թեմներ ուրախ կլինենք, չէ՞, Աստծո։ Եկեղեցու բանկի հաշվի համարին երբեք չեն տեսել կամ չեն լսել, որ երկնքից փող եմ մի։ Աստված օգնի ձեզ։ Ուզում եմ Հովհաննեսի ավետարանից մի հատված կարդամ, բոլորդ գիտեք այս հատվածը։ Սա այն մասն է, որ Հիսուսը գնաց տաճար։ Հիշում եք, եւ ասում է տաճարի մեջ գտավ արջար ու ոչխար, աղավնի ծախողներ, ստակ փոխողներ, որոնք նստած էին չվանե խալազան շինելով, ամենքը տաճարից դուրս հանեց ոչխարներն ու արջարներն էր, ստակ փոխողների բղիզները ցիրուցան արեց։ Աղավնի ծախողներն էլ ասեց, վերցրեք եւ իմ որս տունը առևտուրի տուն մի սարքեք։ Ես պատկերացնում եմ այս իրավիճակը մի քիչ, որ ճիշտ ասած գիտենք Հիսուսը միշտ բարի եւ սենց, չէ՞, շատ բարի կերպար ենք պատկերացնում, բայց չեմ պատկերացնում, ուզում եմ փորձեմ հասկանալ Հիսուսի ձեռքի խարազանը եւ այդ մարդկանց վիճակը, երբ որ ամենքը ինչ-որ մի դառնով փախչում են։ Եվ պատճառը նա է, որ Աստծո տունը վեր է գնացել ինչ-որ առևտրի կենտրոնի։ Ձերներ իրականում հենց առևտուր անելը այս իրավիճակները Աստծուց էր պատվիրած։ Եվ դա մի քիչ հետո օրենքի գրքի մեջ կկարդանք, որտեղ մարդիկ ի սկզբանե սխալ չեն անում, բայց հետո սխալվեցին։ Գիտեք, շատ մարդիկ այս հատվածը կարդում են եւ համարում են, որ եկեղեցին չպետք է այլ ֆինանսումներ, չպետք է ֆինանսավորել եւ շատերը չեն մասնակցում ոչ մի բանի մեջ, նվիրատվությունների, զոհաբերությունների, հնձանների, դասանողների, ինչ որ կլինի։ Համարելով, որ դա անցյալ ինչ-որ բան է, բայց դա անցյալ չի, մի քիչ հետո շարունակությունը կկարդանք։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ շատ բաներ կա, որ կարծես թե հակասող բաներ են։ Շատ համարին, եթե Աստծո հոգին մեզ չօգնի հասկանանք, մենք կկարծենք, թե ինքը հակասում է ինքը։ Հենց ուզում Հիսուսի օրինակից բերեմ։ Մարգարեներից չեն բերել կամ հավատքի մյուս մարդկանցից չեն բերել, որ ասենք թե նա մարդ է սխալվեց, չէ, հենց Հիսուսից կբերեն օրինակ։ Մի քանի համարներ են դուրս գրել։ Առաջի բաներից մեկը, որ ասում է, ով որ իր եղբորը հիմար ասե, կարդացել եք այդ հատվածը, բոլորդ գիտեք։ Բայց գիտեք, որ Հիսուսը ինքը քահանաներին հիմար անվանեց։ Մատթեոս 5:22-ի մեջ է, որ ասում է, որ իր եղբորը հիմար ասե, գեհենի կրակի մարտավոր պիտի լինի։ Բայց Հիսուսը երբ որ քահանաներին նախատում էր ասում, ով հիմարներ եւ մեկ ուրիշ տեղ։ Հիսուսն ասում է, որ լսել եք, որ ասեցավ սուտ երթում մի անեք, կամ ամենևին ընդհանրապես երթում մի անեք։ Բայց մեկ օրինակ երբ որ Հիսուսին բռնել են, ինչ հարց տալիս են Հիսուսը լուր էր, բայց քահանեն ասեց, ես քեզ Աստծով եմ երթվածնում, որ ասես, դու ես Աստծո որդին, եւ այն ժամանակ Հիսուսը պատասխանեց։ Կամ Պողոս առաքյալը շատ թղթերի մեջ Տիրոջ անունով երթվում է։ Կամ մեկ ուրիշ տեղ Հիսուսը ասեց, եթե ձեր աշծենոտին ապտակ զարկեն, մյուսն էլ հարցրեք, չէ՞։ Կարդացել եք, այս տեղը շատ լավ գիտեն, աշխարհի մարդիկ էլ գիտեն, հավատացյալներին նեղացնելուց։ Բայց երբ որ Հիսուսին բռնել են եւ հարցեր են տալի եւ քահանան Հիսուսին կայնած ծառային ասեց Հիսուսին ապտակ խփի, եւ նա խփեց եւ Հիսուսը ոչ թե երեսը դարձեց, ասեց ինչ ես խփում։ Եթե սխալ բան ասի վկա, եթե չեն չի խփեցիր։ Այսինքն տեսնում ենք, որ շատ բաներ կա, որ հենց անգամ Հիսուսը ասել է, բայց հակառակն է։ Իսկ սա ինչ է, մեկ ուրիշ տեղ ասում է, վայ նրա ում միջոցով գայթակղություններ կգա։ Կարդացել եք։ Մատթեոս գրքի մեջ կարծեմ 15-րդ մի րոպե կարելի է։
չեմ կարդամ հատ, որ ժամանակ ունենք։ Մատթեոս 15-րդ գլխի մեջ, 12-ի մեջ, որ գալիս են աշակերտները եւ ասում են, գիտես քահանաները քեզանից գայթակղվեցին։ Այնտեղ ասում են, վայ նարու միջոցով գայթակղություն գնաց, դեռ ասում է, գիտես քահանաները քեզանից գայթակղվեցին։ Եվ կարծում են, որ Հիսուս պետք է ասի, վայ աման, չէ, Հիսուսը մի քիչ ավել է Քրիստա։ Ինչ եմ ուզում ասեմ Աստծո, եթե Աստծո հոգին սա մասին չեմ խոսալու մանրամասը, սա համար Bible study կա, միջայլոց 5 օրը ժամը 7-ին, եկեք և կիմանանք մանրամասը։ Եթե Աստծո հոգին մեզ չօգնի, մենք մարդը սխալ կհասկանա Աստվածաշունչը։ Շատ մարդիկ նույն համարը կարողանում են երկու ձևի մեկնաբանել։ Ոմանք համարում են խմելը կարելի է, ոմանք Աստվածաշունչով ապացուցում են, ոմանք համարում են, որ չի կարելի և Աստվածաշունչով ապացուցում են։ Ոմանք ասում են Աստված չկա եւ Աստվածաշունչով ցույց են տալի համարը եւ ոմանք, այսինքն մեծ մասը ասում են որ Աստված կա եւ գիտի։ Այսինքն եթե Աստծո հոգին մարդուն չօգնի հասկանալու սուրբ գիրքը, մնացած գրվածները դու կարաս սխալ հասկանաս, ինչպես շատերը։ Օրինակ այս տաճարի հարցը, երբ որ Հիսուսը մտա եւ դուրս արեց, իսկ սկզբանե պատվիրած էր այսպես, օրենքի գրքի մեջ։ Որ ասում են, երբ որ քո արտի մեջ բերք ունենաս, արջառներ, ոչխարներ, ինչ որ կերնի, որ Աստված ուղղել է, ասում է, եւ Աստված ինչ որտեղ իր անունի համար, երբ որ տուն կպատրաստի, երբ որ դու գնաս այդտեղ, ինչ անելու քո նվերները տանելու, օծաները 10%-ը, 10-որդը տանելու եւ Տիրոջ տունը նվիրաբերելու, եւ ասում է, հանկարծ ճանապարհը քեզ երկար կթվա։ Այս հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Ասում է ծախի, այդ ինչ որ պետք է նվիրես, այդ գումարով գնա եւ տաճարի հենց այդտեղից առ եւ Տիրոջը նվիրաբեր եւ Տիրոջ առաջ կեր։ Սա գրած է երկրորդ օրինաց գրքի, ուրեմն երկրորդ օրինաց գրքի 14-ից 24-26 համարների մեջ տանը կկարդակ, ես չկարդամ։ Եվ ի սկզբանե այս ձև էր, կարող է դու միրգ տաներ Աստծուն նվիրելու եւ ճանապարհը երկար եղներ եւ շոքերներ կարող փչանալ եւ Աստծուն չէր կարող փչացածը նվիրել։ Կարող ոչխար տաներ կամ արչար կամ ինչ որ կերնի Տիրոջը նվիրել ճանապարհը երկար կերներ, կովը կսովացանար կամ ոչխարը կնիհարեր, օդը կարող է կոտրվել, մի բաներներ, չէ, ճանապարհը երկար, օրինակ Ֆրեզնոյից պատկերացրեք մեկը իր ամասուններից ուզում է բերի Տիրոջ տունն է Լոս Անջելեսում, ճանապարհը շատ երկար է։ Պետք է վաճառեր, քաղցտերից առնել։ Բայց ցավոք սրտի տեղի քահանաները ինչ արեցին, փոխեցին այս իրավիճակը։ Ճշմարտությունից շեղվեցին, հեռացան եւ Տիրոջ տունը սարքին ամեթորին ինչ-որ կենտրոն։ Առուծախ սկսեցին անել, շահեր են փնտրում։ Բայց ի սկզբանե նպատակը բարի էր, Աստված մարդու համար ինչ էր արել, մտածել էր, որ չհոգներ, չփչացներ ճանապարհին, այլ այդ գումարով գազ էր Տիրոջ տան մեջ օգնես։ Գիտեք, Աստված մի տեղ է որոշել, որտեղ որ իր անունը պիտի օգնենք մեր նվերներով, եւ դա Տիրոջ եկեղեցին է։ Եվ շատերն ասում են, որ այդ տաճարը քանդվեց, այս տաճար չկա, մենք ազատ ենք, դուք ազատ չեք, ես ձեզ հետ միասին։ Որովհետեւ այս պատմության մեջ որ կարդացի, որ Հիսուսը մտավ եւ տաճարը քանդեց, դուրս արեց, եկան ասին ինչ իրավունքով ես անում եւ ինչ նշանցուց կտաս, որ դու իրավունք ունես այս բան անես, այս մարդկանց դուրս անես։ Եվ ինչ ասեց Հիսուս։ Քանդեցեք այս տաճարը եւ 3 օրի մեջ ես կսարքեմ։ Ասեք շարունակությունը Հովհաննես 2-րդ գլխի մեջ է։ Հրեաները ասին 46 տարվա մեջ շինվեց եւ այս տաճարը եւ դու 3 օրի մեջ կկանգնեցնես, չեն հավատա։ Չի կարող այս բաները ունենալ։ Բայց ինքը իր մարմնի տաճարի համար կասեր։ Մենք հասկանում ենք, որ Հիսուսը իր մարմնի համար, իր մարմնի տաճարի համար։ Գիտեք, թեև ֆիզիկական եկեղեցին քանդվեց, տաճարը քանդվեց, բայց հոգևորը, որը Հիսուսի մարմինը դեռ կանգուն է Փառք Հիսուսին, եւ այդ պաշտամունքը, երբ որ Աստծոս կարգադրվել է, չի դադարի Աստծո, ինչքան էլ ֆիզիկական եկեղեցին քանդված եղնի, բայց Քրիստոսի մարմինը եկեղեցին երկրի վրա է, եւ այդ պաշտամունքը շարունակվում է Աստծո։ Փառք Հիսուսին։ Եվ մենք որպես
եկեղեցու մի մասնիկ, այդ տաճարի մի մասնիկ կամ մի քար, ոնց որ ընդունված է ասել, պարտավոր են մեր մասնակցությունը ունենալ այդ եկեղեցու շինության, տնաշինության այդ մասնակցությունը ունենալ, որպեսզի Աստված է ողջունի, որտեղ ասում է, որ Աստծուդ համար պիտի գնաս եւ ողջն ես ասում է, օրինակ գրքի մեջ պիտի տանես տաս ասում է։ Բայց նոր կտակարանի մեջ կարծես թե մի քիչ ավելի փափուկ է, ազատ եղեք։ Ուզում ենք ասենք, որ նոր կտակարանի մեջ ավելի Աստված թողում է, որ մարդը սիրով անի ամեն ինչը, ոչ թե պարտադրանքով, տրտունջով, ստիպված, այլ ազատ։ Աստված թողում է, որ սիրով անես, ուրախությունով անես, ցանկությունով բերես եւ Տիրոջը ներկայացնես։ Թող Աստված օրհնի ձեզ։ Մինչև որ կերքենք Աստծո ժողովուրդ, կուզեմ աղոթ կանենք եւ մեր նվիրատվությունները Տիրոջը բերենք։ Անցնենք Տիրոջ խոսքին եւ այսօր խոսելու եմ սրա մասին։ Երկու աղոթք, մեկ պատասխան։ Երբևէ ունեցել եք այդ փորձառությունը, որ դուք աղոթել եք եւ ինչ որ այդ ժամանակ ուրիշ մեկն էլ միտեղ աղոթել եւ հանկարծ ինչ որ բան ա ունեցել։ Չէ՞։ Հետո զանգել եք, պայմանավորվել եք, խոսել եք, ոնց էլ գիտես, գիտես, ես այդ ժամանակ քո համար աղոթում էի։ Շատ ա եղել այսպիսի պատմություն։ Ուզում եմ այսպիսի մի պատմություն ձեզ պատմեմ, սիրելիներս։ Մի հեռավոր մի գյուղ կար եւ այդ գյուղում աղքատ մի մարդ կար, կիսահիվանդ, ամեն անգամ, երբ որ նայում էր իր տկար, իր հիվանդ մարմնին, աղոթում էր, ասում էր, Տեր Աստված, մարդիկ ինձ հույս չտվեցին։ Ես այս վիճակին եմ, բայց ինչ կլինի, խնդրում եմ, որ դու լինես իմ հույսը, դու ինձ բժշկես։ Եվ որքան էլ զարմանալի է, հեռավոր մի ուրիշ քաղաքում, մի բժիշկ, քրիստոնյա բժիշկ, վիրահատությունը վերջացած, մտնում է արդեն իր տուն, եւ հանկարծ Աստծո ներկայությունը գալիս է իր վրա եւ աղոթում է այսպեսի շատ անկեղծ, ասում է Տեր, ես չգիտեմ դու ինչքան մարդիկ ես իմ աշխատանքի միջոցով փրկելու, բայց ես մենակ մի բան եմ խնդրում, ինձ գործիք դարձելու, ինձ թող իմ ձեռքերը աշխատեն, թող իսկապես ես կարողանամ մարդկանց օգտակար լինեմ։ Եվ հանկարծ մի որոշ ժամանակ հետո մեկ օր հանկարծ իրեն կանչում եւ ասում են, որ շատ շտապ մտիր վիրահատարան, որովհետև հիվանդ են բերել եւ այդ օրվա հերթապահ դու ես եւ դու պետք է այդ հիվանդին նայես։ Երբ որ մտնում է, տեսնում է հիվանդը շատ ծայրահեղ վիճակում է, վերջապես աղոթք անում եւ մտնում է վիրահատության։ Վիրահատությունը անցնում է հրաշալի։ Անցում վերահատությունից հետո հիվանդը, երբ որ արդեն խելքի է գալիս, ամեն բան կարգավորվում է, եւ բժիշկը գալիս այցելության, որպեսզի հասկանա ինչ է, ոնց է իրան զգում, վերջապես։ Հիվանդը աչքերը բացում է իրան, երբ որ հենց նայում այդ բժիշկին, այս բժիշկը նայում է իր աչքերին, զգում են, որ այդ հանդիպումը, այդ հայացքը պատահական հայացք չի։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այս բժիշկն ասում է, ինչպես ես քեզ զգում։ Ասում է, ես հիմա շատ լավ եմ զգում ինձ։ Շատ լավ եմ զգում։ Գիտեք ինչից է։ Երևի դա նրանից է, որ մինչև այս ստեղ գալը ես աղոթել էի։ Ասել էի Տեր Աստված ջան, թող դու լինես իմ հույսը, դու ինձ արա վիրահատություն, այնպիսի բան կատարի, որ դա լավ լինի, ամեն բան շատ լավ լինի։ Եվ այս բժիշկը զարմանքով ասում է, երբ ա եղել, ասում է, ինչ ժամանակ, ասում է, դու գիտես, այդ օրը ես աղոթել եմ, որ Աստված ինձ գործիք դարձնի իր ձեռքերի մեջ, որ ես կարողանամ գործածվեմ իր փառքի, իր անվան համար եւ հրաշք ու բժշկություն տեղի ունենա։ Եվ բժիշկը զարմացած, երբ որ այս ամբողջ այս բանը պատմություն տեսան իրան բարձրում, ասում է, գիտես ինչ է տեղի ունեցել։ Քո եւ իմ աղոթքը հանդիպել են իրար երկնքում։ Սիրելիս, այսօրվա նյութը սա է։ Այսօր դու ու ես ունենք հրաշալի արտոնություն, ունենք հրաշալի հնարավորություն, որ կամ մենք կլինենք ինչ-որ մեկի աղոթքի ընկերը, կամ ուրիշ մեկը կարող է դառնա մեր աղոթքի ընկերը։ Եվ այսօր իմ նյութի իմաստը սա է, որ կլինեն երկու աղոթք, կապ չունի, դու կարող ես չգիտես, միգուցե դու կփնտրես, բայց հիշիր մի բան, միշտ աղոթողներ կան, պարզապես դու պետք է կանգնես լինելու երկրորդը։ Ամեն։ Նյութը, որ վերցրել եմ Աստվածաշնչից, սիրելիներ, շատ հետաքրքիր մի նյութ է, որի մասին գրված է Գործք առաքելոց գրքի մեջ 10-րդ գլխում։ Շատ հետաքրքիր պատմություն է, երկու անձի մասին է այդ 10-րդ գլուխը ամբողջությամբ, Կորնելիոս եւ Պետրոս։
որպեսզի հասկանանք այս Կորնելիոսը ով էր եւ Պետրոսը ով էր, եթե ծանոթ չեք, ես կփորձեմ մի փոքր ձեզ բացատրել։ Աստծո խոսքը Կորնելիոսի համար մի քանի բան է պատմում եւ ասում է, որ ինչպիսի անձ էր ինքը։ Ես որոշ կետեր առանձնացրել եմ, որպեսզի ձեզ ավելի հանգիստ լինի, որ տեսնեք եւ հիշեք։ Աստծո խոսքն ասում է, որ նա հռոմեացի հարյուրապետ էր։ Բավական այսպես կայացած մեկը, հայտնի մեկը եւ ոչ միայն այդքանով հայտնի, այլ նաեւ ինքը կայսրի ներկայացուցիչն էր։ Եվ շարունակության մեջ ասում է, որ նա բարեպաշտ մարդ էր։ Հիմա կկարդամ քիչ հետո այդ խոսքը։ Նա բարեպաշտ էր։ Սա իր ներքին բնութագիրն է, իր ներքին համոզումների նկարագիրն է։ Նա բարեպաշտ անձնավորություն էր։ Եվ աստվածավախ մարդ էր։ Գիտեր Աստծուց վախենալ։ Թույլ չէր տա անել բաներ, որոնք որ կարող էր հետագայում անհաճելի կամ սխալ գործարքներ լինեին։ Հաջորդ ասում է բարեգործ էր եւ ողորմություն անող էր։ Սա խոսում է իր ներքին համոզումների ֆիզիկական դրսևորման մասին, ինչ ես դու ներսում, դա կերևա ինչպես ես դու վարվում դրսում։ Որովհետև եթե մեկը աստվածապաշտ, աստվածավախ է, դա ոչ մեկ չի տեսնում։ Բայց երբ որ մի բան կա, որ ինքը պիտի չանի եւ չի անում, եւ դա սկզբունք է, հասկանում ես շատ լավ, ուրեմն իր ներսի եղածը ինքը կարողանում է դուրս տեն ցույց տա։ Եվ այստեղ ասում է շարունակությունը, որ նա ողորմություն անող էր, սիրում էր ողորմություն անել։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է ամեն ողորմություն անել։ Եվ մյուս ասում է արդար եւ բարի վկայություն ունեցող։ Այս ամեն ինչի մեջ եզրակացությունը սա է՝ լավ մարդ է, ճիշտ մարդ է։ Եվ ուզում եմ ձեզ սուրբ գրքի այդ հատվածը կարդամ սիրելիներս, որ բոլորիս համար պարզ լինի։ Ուրեմն գրված է սրա մասին 10-րդ գլխի մեջ Գործկառաքելոց առաջի համարից կարդում եմ։ Կեսարիայում Կորնելիոս անունով մի մարդ կար, իտալական կոչվող գնդից, հարյուրապետ։ Նա բարեպաշտ եւ աստվածավախ լինելով իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում եւ ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ Հետաքրքիր մի բան է կատարում։ Այս մարդը աղոթքի մարդ էր։ Շատ զբաղված մարդ էր, բայց դրա հետ մեկտեղ աղոթքի մարդ էր։ Ես չգիտեմ, այսօր մարդկանց, եթե կանչես ասես արի աղոթքի, ինչ պիտի պատասխանեն։ Զբաղված են։ Շատ զբաղված են։ Բայց գրված է ամեն ժամանակ աղոթք էր անում այս մարդը։ Որտեղից է ժամ գտնում աղոթելու։ Այդքան գունդը, այդքան ժողովուրդը, այդքան բարեգործությունը, այդքան աստվածպաշտությունը, այդքան ամեն ինչ իր տեղը պահում էր, այնպես էր կարողանում իր կյանքը դասավորել, որ աղոթքի ժամը չէր կտրում։ Գիտեք ինչու, որովհետև գիտեր, որ աղոթքը եւ Աստծուց կախվածությունը իրեն կարող են բերել իրական օրհնություններ։ Եվ ամբողջ խնդիրը դրանում է, թե Կորնելիոս, որն էր քո իրական հաջողությունը, ինքը կարող էր ասել իմ աղոթքը, որ ես անցկացնում եմ Աստծո ներկայության մեջ։ Որովհետև աղոթքը հրաշքներ է գործում, աղոթքը պատեր է քանդում, աղոթքը դիվային աշխարհ է ծնում, աղոթքը աշխարհը փոխում, ամեն բան կարող անել աղոթքը։ Ամեն։ Եվ որտեղ համաձայն կլինեք, ասեք ամեն։ Ամեն, ամեն։ Ես չեմ ողջ։ Աղոթքի մարդ, ինչքան հրաշալի է, որքան այսօր այդպիսի մարդիկ կան, որ աղոթք են բարձրացնում տարբեր տեղերում։ Ես ունեցել եմ այդպիսի փորձառություն շատ, քանի որ իմ շրջագայությունը եղել է տարբեր աշխարհի տարբեր երկրներում տարիներ շարունակ, հաճախ իմ ընկերները զանգում ասում են, ախպեր ասում են, մի հատ այսպիսի բան կար մեջս, ես աղոթում եի դրա համար, ուզում եմ զանգել եմ քեզ հարցնեմ, ինչ որ բան կա, որ դու զգացել ես, եւ գիտեք, սա ասեմ երևի 100 անգամով այդպիսի բաներ տեղի ունեցել։ Ես ճան ասել եմ, գիտես, մի քանի րոպե առաջ, ընդհանրապես քո զանգից առաջ, աղոթքի մեջ էի հենց քեզ համար, եւ Տերը այս բանը տվեց քո համար։ Ինքը լրիվ ուրիշ տեղ Եվրոպա, ես կամ Հայաստան, կամ Ամերիկա, կամ որտեղ էլ լինի։ Ունեցել եք այդպիսի բան, հետաքրքիր, չէ՞։ Այսինքն ինչ է կատարվում։ Հոգևոր աշխարհը տարածություն եւ ժամանակ չի ճանաչում։ Հոգևոր աշխարհը ինքը կարող է մեկին մի աշխարհի մի ծայրում, մյուս ծայրում, բայց բերի եւ Աստծո աթոռի մոտ իրան հանդիպեցնի։ Այսպիսի հիանալի բան է աղոթքը հոգևոր աշխարհի մեջ, երբ որ մենք անում ենք սիրելիներս։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, այսպիսին հետաքրքիր բան, շարունակություն եմ ուզում կարդալ ձեզ համար, ասում է, որ նա աղոթքի մարդ էր, նա սիրում էր աղոթք անել։ Գիտեք, ուզում կարդալ ձեզ համար
այս հատվածը, որ ինչպես է Աստված հայտնվում իրեն, երրորդ համարից եմ ուզում կարդալ։ Ասում է, եւ օրվա 9-րդ ժամին մոտ տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Տիրոջ հրեշտակին, որը մտնելով իր մոտ ասաց Կորնելիոս, իսկ նա հրեշտակին նայելով զարհուրեց եւ ասեց. Ինչ է Տեր։ Չհետաքրքիր է, չէ՞։ Հանկարծ դու աղոթք ես անում օրվա 9-րդ ժամ, սա 12-ի մոտերն էր, որովհետեւ այդ հերական ժամերի մեջ 3 ժամ ավելացնում ենք, երբ որ ասում են երրորդ պահը 3 ժամ ավելացնում ենք, լինում է ճիշտ ժամը, որտեղ այն ժամանակ ժամերի չէր բաժանված, ավելի շատ բաժանված էր պահերի, այսինքն քարտերի, որ ինչպես էր օրը բաժանվում։ Եվ ասում է, որ ինքը 9-րդ ժամ, այսինքն կեսօրվա մոտ էր, ճիշտ լանչի ժամին, աղոթքի մեջ է, եւ հանկարծ աղոթքի ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը։ Եվ զարհուրում է ինքը, ապշում է, ոնց հնարավոր է, Տեր ինչ խաբար է, այս ինչ է։ Սիրելի քույրս, եղբայրս, մենք շատ լավ ենք հասկանում, Տիրոջ հրեշտակը Աստծո պատգամաբերն է։ Աստծո պատգամաբերը միայն լանչերի ժամանակ կարող է չգալ, այլ աղոթքի ժամանակ կգա, երբ որ ես ու դու աղոթքի մեջ ենք։ Մեր աղոթքը շարժում է հրեշտակներին, մեր աղոթքը կարող է տեղափոխել հրեշտակներին։ Երբ որ մենք չենք աղոթում, ուրեմն այդպես էլ պիտի լինի, որ չի լինելու։ Որտեղ Հակոբոսն ասում էր, չունեք, որովհետև չեք խնդրում, չեք աղոթում, կամ երբ որ աղոթում եք, չարաչար եք խնդրում, ցանկությունների համար։ Բայց երբ որ մենք աղոթում ենք, ես չգիտեմ ինչ էր աղոթում Կորնելիոսը, բայց հետո պարզա ինչի համար էր աղոթում, որտեղ Կորնելիոսի խնդիրը մենակ ինքը չէր, որտեղ ուներ ազգականներ, ընտանիք, որոնց որ ուզում էր Աստծո խոսքը փոխանցել, բայց որքան հասկանում ենք նա դեռևս չուներ այդքան գիտելիք կամ այդքան համոզում չուներ հաստատություն 5 կտակարանից կամ որևէ բանից, որ կարողանար փոխանցել։ Բայց ինչ ենք տեսնում։ Շատ բարձ մի բան ենք տեսնում, որ ասում է հրեշտակը հայտնվեց։ Եվ իրան հետաքրքիր մի բան ասում, սիրելիներս։ Մինչև 4-րդ խոսքի վերջ ասում է, հրեշտակը նրան ասեց, հրեշտակին այն զարհուրեց եւ ասեց. Ինչ է Տեր, եւ նա նրան ասեց. Քո աղոթքները եւ քո ողորմությունները Աստծո առաջ բարձրացան քո մասին հիշեցնելու համար։ Հալելույա։ Քո արած գործը, ուզում ասի, երկնքում կհիշեցնի քեզ։ Երկնքում քեզ չեն հիշելու սիրուն մազերով եղբայր քույր։ Երկնքում չեն ասի բոյով կամ կոլոտ քույր։ Քո գործերը։ Աստծո խոսքն ասում է, որ մեզանից առաջ երկին կմտնեն մեր գործերը, ինչ ենք մենք արել։ Հա? Այդպես չի։ Մեր գործերը մեզնից առաջ են գնալու, մենք կհասնենք այնտեղ, արդեն այնտեղ ամեն ինչ կա, եւ ասում է, որ այդ ամենը, քո ողորմությունները, քո օրհնությունները, թույլ տվեք մի փոքր ավելի, եթե մեծացնեմ այս սահմանը, որովհետեւ Աստծո պահանջները այդպիսին էր, որ երբ որ դու Աստծո տունը նայեցիր, Աստծո տանը նայեցիր, ձեռքդ փակ չպահեցիր, դու արեցիր դա, աղքատին տեսար տվեցիր, օրհնեցիր իրան, կարողացար բարի գործեր անես, եւ այդ ամենը վկայություն կլինի երկնքում քեզ համար, եւ ասում է, այս ամենը քո մասին հիշեցնելու համար է։ Ինչքան հետաքրքիր է։ Հրեշտակը ասում է, որ քեզ երկնքում այդպես են ճանաչում։ Այսօր մեզ ոնց կճանաչեն երկնքում։ Անգամներ ասել են, որ ինչքան վատ է, որ մարդիկ վատ ածականով են հիշում մարդկանց։ Ճիշտ է։ Օրինակ, ես ասել եմ անգամներ, որտեղ հիմա նոր մարդիկ եմ շատ տեսնում, դրա համար թույլ տվեք կրկնեմ, որով ոմանց համար կրկնություն կլինի։ Մի եղբայր ունենք, անունը Դև Արմեն էր։ Ինքը երբ որ չէր ապաշխար, իրան Դև էին ասում, որտեղ իսկապես դիվահարված անձնավորություն էր, նարկոման, ում տեսնում ծեծում էր աղջուձախ։ Դրա համար հենց ինքը դուրս էր գալի, բոլորը ներս էին գնում։ Երբ ինքը ներս էր գնում, բոլորը դուրս էին գալի, որտեղ ում հանդիպեր պետք է ծեծել։ Վերջապես այս մարդը ապաշխարեց, դարձավ եկեղեցու ծառայող, ննջեց իհարկե, այս վերջերս մի քանի տարիներ առաջ։ Մեկ ուրիշին իր եղբորը, հենց կոնկրետ Հովիկ եղբորը, որ էլի ժամանակին, նա այն անձնա, որ սատանային խաբել է։ Ո՞ւր եմ ասում, խաբել է սատանային։ Ուկասեք ոնց նա անում, մարդը սատանա խաբել։ Իրան ասում են պլան պապ։ Ինչքան վատ է, չէ հիշում։ Հարբեցող ես ինչ, անջո ես ինչ, դինջ ես ինչ, չէ, ինչքան ածականներ են, որոնք որ չեն ուրախացնում, ծիծաղեցնում են, բայց չեն ուրախացնում։ Եվ ինչն է տեղ ունեմ, սիրելիներս, այստեղ հրեշտակը ասում է, որ քեզ երկնքում կճանաչեն ողորմած Կորնելիոս, բարեգործ Կորնելիոս, Տիրոջ տան համար հոգ տանող Կորնելիոս, ձեռքդ բաց Կորնելիոս,
Աստվածապաշտ Կորնելիոս, աղոթքի մարդ Կորնելիոս։ Այսօր մենք ենք մեր անունը, մենք ենք մեր մասին, մեր տիտղոսները, մեր ճանաչողության բաները գրել տալիս, ով ենք մենք։ Եվ հանկարծ այս հրաշալի հրեշտակը մի բան է իրան փոխանցում։ Եվ ինչն է դա, ասում է, որ հիմա դու ինչ պիտի անես։ 5-րդ խոսքից կարդում եմ, սիրելիներ, եւ 5-րդ խոսքը այսպես ասում. Հիմա մարդ ուղարկիր Հոպե եւ կանչիր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա հյուրընկալում է ոմն կաշվեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է։ Եվ հետաքրքիր է, ասում է իրան կանչիր, հրեշտակը գիտի ով որտեղ է։ Սիրելիներս, մեկը Հոպեի մեջ, մյուսին տեսնում ենք որտեղ էր Կեսարիայում։ Տարբեր տեղեր։ Քիչ հետո կհասնենք Պետրոսին։ Նկարագիրը Կորնելիոսի համար շատ պարզ է արդեն։ Ով էր նա, ինչպիսին էր եւ ինչ գործ էր անում։ Եվ հանկարծ Տիրոջ հրեշտակը իրան ճիշտ իր աղոթքի մեջ ասում է. հիմա մարդ ուղարկիր, որ գնա Հոպե եւ Պետրոսին կանչի։ Ինչքան հետաքրքիր է, սիրելիներ։ Իսկապես մեր աղոթքի ձայնը լսելի է Աստծուն։ Քո աղոթքը չի կորում։ Երբեմն մենք մտածում ենք, որ մեր աղոթքը տեղ չի հասնում, մեր աղոթքը զորություն չունի, բայց քեզ ուզում եմ քաջալերել, յուրաքանչյուր աղոթք, որ դու անում ես, քույրս եղբայրս, այդ աղոթքները հասնում են տեղ, նրանց պատասխանելու ժամանակն է տարբեր։ Նրանց վերադարձի ժամանակն է տարբեր, բայց բոլորը հասնում են Աստծո ականջներին։ Ինչ որ դու խոսում ես Տիրոջ ներկայության մեջ, դրանք հասնում են Տիրոջը, եւ Աստված ուղարկում է ծառայող հրեշտակների, սպասավոր հրեշտակների, որոնք գալիս են իրենց գործը անելու, որ քո աղոթքի պատասխանը կատարվի։ Ամեն։ Սկսենք աղոթել։ Քո խնդրի համար աղոթի։ Ինչ գիտես, ինչ որ մեկը նույնպես աղոթքի մեջ է։ Պարտադիր չի ասենք, որ ինքը հիմա գլոբուսի մյուս կողմն է։ Միգուցե ուրիշ տան մեջ է։ Միգուցե նեղության մեջ մի եղբայր կա։ Միգուցե մի քույր կա, որ կարիք ունի աղոթքի։ Ինքը աղոթքի մեջ է, դու էլ աղոթիր։ Ում հետ որ կկապի Աստված այդ աղոթքը, դա պատասխան կունենա։ Գիտեք ինչու եմ այսպես համոզված ասում, որովհետև Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 19 համարն ինչ է ասում, դարձյալ ասում եմ ձեզ, սա Տիրոջ խոսքն է, Տերը անձամբ ասեց, դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ամեն ինչ բանի համար, որ խնդրեն, կլինի նրանց իմ հորից, որ երկնքում է։ Դու ունես մեկին, որ կարողանաս իր հետ երկուսը ունես։ Ունես մեկին։ Գիտեք, մենք շատ հեռու ենք գնամ, հիմա խնդրեմ այս ինչ քույրը կամ այս ինչ եղբայրը միաբանվի հետ։ Քո ընտանիքը առաջի հերթին, քո տունը, Ամեն։ քո կողակիցը։ Ամեն։ Աղոթել միշտ նյութի մասին, որ Աստված այդ պատասխանը բերի։ Երբ որ ասում ենք Սուրբ Գրքի մեջ նայում ենք աղոթող մարդկանց, ես կարող եմ տեսնել նաև այսպիսի մի հրաշալի աղոթք, երբ որ Անանիային Տերը ասեց Պողոսի համար, Սավուղին ժամանակ Սողոսի համար, նույն պատմությունը կարծես կրկնվի, անունները փոխված, որ ինչպես որ Տիրոջ հրեշտակը կամ Տերը անձամբ հայտնվեց ճանապարհի վրա, չէ, Դամասկոսում, ուղիղ կոչված փողոցի վրա, եւ ասեց իրան. Սավուղ, ինչու ես ինձ հալածում, ով ես դու Տեր։ Հիշում եք Սավուղի համար, ասեն Պողոսը դարձավ հետո։ Ասում է դժվար բան է քեզ ոտով մեխին խփելը, լավ բան չի, դու ես ցավալու, ինչու, որովհետև գնում էր Աստծո որդիներին ցավեցնելու։ Գիտեք, որ ամեն մեկիդ, եթե հանկարծ որևէ մի դեր, մի ոգի, մի ինչ-որ մի բան ուզենա ձեզ ցավեցնի, իմացեք, որ դա նշանակում է, որ նա քացով, ոտքով հարվածում է մեխին։ Ինքն է ուժերով։ Եվ շարունակությունը ինչ է, սիրելիներս, տեսնում ենք, որ հետագայում այդ Սավուղը դարձավ Պողոս առաքյալ։ Վեր կաց եւ մտիր Նինվե քեզ կասի, ներողություն, վեր կաց մտիր Դամասկոս քեզ կասի, թե ինչ պիտի անես, եւ Անանիային Տերը խոսում է ասելով, ես ճիշտ նույն ժամանակ աղոթքի մեջ։ Վեր կաց հիմա մարդիկ են գալու եւ դու իրան պիտի աղոթք անես իր համար, որտեղ ինքը ընտիր անոթ է իր ձեռքերի մեջ հեթանոսների մեջ ծառայելու։ Տեր Աստված, գիտեմ խայտարակ մեկն է, շատ վատն է, ահաբորա, մարդա սպանում, չգիտես ինչ անում, քո զավակներին բռնում, բան տա տալիս, բան տա դնում, թուղթերա վերցրել քահանաներից, որ այդ թղթերով մարդկանց դնելու բան։ Տեր ասում է, լսիր, ես այդ ամեն ինչից ավելի լավ եմ տեղյակ։ Դու այդ աղոթքիդ մեջ ինձ մի նկարագրի, մի բացատրի, թե ես ինչ եմ ուզում անեմ։
Ես ընդհանրապես քեզ ասում եմ, վեր կաց եւ ընդունիր իրան։ Սիրելիներ, երբեմն մենք աղոթքի մեջ ավելի շատ Աստծուն քարոզում ենք։ Եվ եղել զգացել եք, որ դուք Աստծուն քարոզում եք։ Տեր, դու մի օր որ այս բանը արեցիր, դու գնացիր այնտեղ, դու տեղես արեցիր, որտեղ դու ես էիր ուզում ան։ Տերն ասում է, ես եմ արել, ես այդ ամեն ինչ ավելի լավ եմ պատկերացնում։ Աղոթքդ ինչ է։ Կարիքդ ինչ է։ Թերևս քո անձնական կարիքների համար չէ, բայց մեկ ուրիշ աղոթք կարող ես անել։ Տեր, արթնացրու ինձ եւ ասա ում համար ինչ աղոթեմ։ Ես ունեցել եմ այդպիսի փորձառություն շատ տարիներ առաջ, հավատքից թերևս նոր սկսելու ժամանակ անունով աղոթք եմ արել, չեմ իմացել ով է։ Հետո իմացել եմ, որ այդ անունով մեկը հիվանդ է եւ Աստված հրաշքարել իր համար։ Բժշկել է իրան։ Անունով աղոթք եմ արել։ Այս պահին չեմ կարող հիշել անունը, որտեղ մոտ 30 տարի ավել անցել է։ Բայց հիշում եմ դեպքը։ Եվ այդպիսի բաներ շատ են եղել սիրելիներ։ Հիմա Կորնելիոսի մասին հետ գանք նորից էլի մեր թեմային, տեսնում ենք, որ Կորնելիոսը աղոթք է բարձրացնում եւ չկա ինչի մասին է ինքը ուզում, բայց հրեշտակներն ասում է մարդ ուղարկիր Պետրոսին կանչելու։ Ով էր Պետրոսը։ Եկեք մի փոքր նայենք Պետրոսի մասին, ով էր նա։ Մեզ համար արդեն քաջ ծանոթ է։ Պետրոսը Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներից էր, բոլորս լավ ճանաչում ենք իրեն որպես ուրացող, չէ՞։ Ճիշտ եմ թե չէ։ Այո։ Բայց նաև չմոռանանք Պետրոսը խորը ապաշխարող Պետրոսն։ Այո։ Եվ Պետրոսը ինչ էր, ով էր ինքը։ Նա էլ աղոթքի մեջ էր, թույլ տվեք ձեզ համար կարդամ 9 եւ 10 համարները սիրելիներ, 10-րդ գլխի 9-10 համարներն ասում է այսպես. Հաջորդ օրը, երբ որ նրանք ճանապարհ են մոտենում են քաղաքին, Պետրոսը 6-րդ ժամի մոտ բարձրացավ տանիքը աղոթելու։ Ժամը քանիսին? Ժամը 9-ն էր, չէ՞։ Գնաց տանիքը աղոթք անելու։ Հետո քաղցը զգաց եւ ուտել էր ուզում, մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ Հանկարծ միտքը միանգամից վերցվեց եւ Աստված ինչ-որ մի բանի վրա կենտրոնացրեց։ Ուտելը սկսեց խոսել իր հետ։ Գիտեք, երբ որ մենք աղոթում ենք, պիտի սպասենք, որ Աստված պատասխան ունի։ Երբ որ մենք աղոթում ենք, պետք է հավատանք, որ Աստված ուրիշ մեկին էլ է բարձրացրել մեզ հետ աղոթքի համար։ Հավատացնում եմ, սիրելի քույրս եղբայրս, դու երբ որ աղոթում ես, դու ունես մեծագույն շանսը եւ մեծ հնարավորությունը, այդ արտոնություն ունես, որ մաս դառնաս ինչ-որ մեկի կյանքի փոփոխության։ Միգուցե ուրիշ մեկ արտանում ու քեզ համար աղոթում։ Ես անգամներ ունեցել եմ փորձառություններ, որ ուրիշ տեղից ինձ զանգել ասել, այս բանն եմ զգում քո համար, որ դու սրա մեջ ես։ Ես ասում եմ, շատ ճիշտ ես զգացել։ Շարունակի աղոթել, ես քո աղոթքի կարիք ունեմ։ Եվ տեսնում եք շարունակության մեջ 11-ից մինչև 16 համարները շատ հետաքրքիր մի բան է։ Պետրոսը հայտնություն է առնում։ Եվ շատ իր համար տարօրինակ էր միգուցե, ասում է, եւ տեսավ երկինքը բացված, մեծ սփռոցի պես մի բան 4 ծայրից վերևից կախված երկիր վարիչներից։ Դրա մեջ կան երկրի բոլոր չորքոտաններ, սողունները, երկնքի թռչունները եւ դարձյալ ասաց նրան. «Վեր կաց, Պետրոս, մորթիր եւ կեր»։ Եվ Պետրոսն ասեց. «Քավլիցի Տեր, որովհետեւ ես երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»։ Երկրորդ անգամ ձայնը դարձյալ նրան ասեց. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի համարիր»։ Դա եղավ 3 անգամ եւ սփռոցը իսկույն երկինք բարձրացավ։ Հետաքրքիր է։ Աստված Պետրոսի միտքը վերցնում է տեսիլքա ցույց տալիս, բայց չի ասում ինչ է միտքը։ Սիրելիներ, պարտադիր չի, որ դու հասկանաս այդ պահին, որ դու աղոթում ես ինչ-որ մեկին պետք է, թե չէ։ Միգուցե աղոթքիդ մեջ մի բան տեսնես, որը որ զարմանալիորեն կապված է ինչ-որ ուրիշ բանի հետ, որ դու դեռևս հայտնի չի, չգիտես ինչ է։ Չեմ կարող մոռանալ, սիրելիներ, մի օր աղոթք եմ անում, եւ իմ անձնական աղոթքն է առավոտյան Աստծո ներկայության մեջ, սա երկար բավական էլի տարիներ առաջվա փորձառությունից սա։ Այս վերջերս չգիտեմ ինչի դες բան չի լինում։ Երևի ժամերին չեմ աղոթում, էր ժամանակը լրմութ էր, հարտանում աղոթում էի, ամուսնացած չէի, դրանից էլ։ Բայց աղոթքիս մեջ հանկարծ Տերը մի տեսիլք ցույց տվեց։ Ես չհասկացա ինչի մասին այդ տեսիլքը։ Շատ խորհրդանշական է, շատ բաներ, որոնք ինձ կարող էր շատ ավելի բան, ես կարող էի ենթադրել, պատմել, բայց ուրիշ բաներ, որ չհասկացա ինչ է, այդպես մնաց։ Անցավ դրանից մի քանի ժամ,
հանկարծ այդ նույն դեպքի իմաստով մի իրադարձություն տեղի ունեցավ եւ Տերը միտքս բացեց, ցույց տվեց, որ սա այն էր, ինչի համար որ ես քեզ ցույց եմ տվել։ Այստեղ Պետրոսին ասում է, որ տարբեր թռչուններ, կենդանիներ, ամեն ինչ կա եւ ասում է, վեր կաց Պետրոս, մորթի եւ կեր։ Պետրոսն ասում է, Տեր, ես անմաքուր ոչինչ չեմ կերել։ Գիտեք, այդ անմաքուր բառերը, որ ասում անմաքուր, որտեղից է վերցրած։ Սա վերցված է սիրելիներս թվոց գրքի մեջ։ Մի քանի տեղեր կան, որ սրա մասին շատ ընդգծված է։ Եվ ինչ ասում, վեր կաց, մորթիր եւ կեր։ Սա հրաման է, անսպասելի մի հրաման է ուտելու համար։ Եվ Տերը ասեց իրար, այն որ Աստված սրբեց, դու պիղծ մի համարի։ Պետրոսը հրյա, Կորնելիոսը հեթանոս իր համար։ Սա նշանակում էր, որ եթե ես քեզ ուղարկեմ մի տեղ, որը որ քո համար վատ տեղ է, արդյոք կգնաս ինձ համար։ Պետրոսը կասեր, Տեր, չէ, մենք ինչ գործ ունենք խառնվենք հեթանոսների հետ, Տերը կասեր, գիտես ինչ, ես եմ իրան պատրաստել։ Քրիստոսի մեջ հրյա եւ հեթանոս չկա։ Քրիստոսի մեջ բոլորս Աստծո որդիներ ենք։ Եվ դու պիղծ մի համարիր նրան, որին ես սրբել եմ, այն ինչ որ քո հասկացողության մեջ պիղծ է, դու չգիտես իր կյանքը, չգիտես իր ներսը, իր սիրտը, որ ինքը փոխվել է, եւ ինքը այդ մարդը չի, այդ անձը չի, եւ ինչ ասում, ես իրան ընդունել եմ, եւ դու պիղծ մի համարիր։ Ղևտացիների 11-ի 4-ում եւ Եսայի 25-ի 11-ում այդպիսի համարներ կա գրված սիրելիներս այս նյութի մասին։ Եվ սա շատ հետաքրքիր է, որ երբ որ մենք կարդում ենք այդ համարները, օրինակ ղևտացիներ եկեք նայեք իրար հետ, ինչ է ասում։ Ուստի տարբերություն արեք մաքուր եւ անմաքուր անասունների մեջտեղը, եւ անմաքուր ու մաքուր թռչունների մեջտեղը, եւ ձեր անձերը չպղծեք անասուններով կամ թռչուններով կամ գետնի վրա բոլոր սողուններով, որոնք ես որոշեցի ձեզ համար իբրև անմաքուր։ Ասում է, ինչ որ ես ասել եմ, հետ չեմ կանգնում, անմաքուրա գործ չունես։ Եվ հիմա հանկարծ Պետրոսը այդ նույն կտորի վրա տեսնում է հենց ճիշտ նույն անմաքուրներին։ Եվ Աստված ասում է, ես որ քեզ ասել եմ, հիմա դրա ժամանակը չի։ Դու իրան անմաքուր մի համարի, որովհետև ես նրան սրբել եմ։ Ամեն։ Եսայի մարգարեության 52:11-ում էլ այդ արքիր համար ասում է, հեռացեք այնտեղից, դուրս եկեք, պիղծ բանի մի դպչեք, դուրս եկեք դրա միջից, մաքուր եղեք ով Տիրոջ սպասները կրողները։ Դուրս եկեք դրա միջից, մի կպեք պիղծ բանի։ Պետրոսի համար խայտարակ մի վիճակ էր, հիմա ինչ պիտի անի, ուտի թե չուտի, ասի թե չասի, բայց տեսնում ենք խորհուրդը իրական շատ ավելի էր, քան ինքը կարող էր պատկերացնել։ Ինչ էր սրա խորհուրդը, եկեք նայենք միասին սիրելիներ 15 եւ 16 համարները, ասում է այսպես. երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասեց, ինչ որ Աստված դարձրեց մաքուր, դու պիղծ մի համարի։ Եվ դա 3 անգամ եղավ եւ իսկույն վեր բարձրացավ։ Եվ շարունակություն ասում որ մինչև Պետրոսը այս ամեն ինչի մասին մտածում էր, մինչև հասկանա ինչ աղոթել, ինչի համար այս ամեն ինչը, մարդիկ եկան իր տուն եւ ասեցին, որ սենց բան կա, մեկը կա որ քեզ կանչում։ Մեկը կա որ կանչում։ Արդեն 4-րդ օրն էր անցել, բայց տեսնում եք ինչ աղոթքը կապ չունի ինչքան է անցնում։ Աղոթքը ունի պատասխան։ Երբեմն մենք աղոթում ասում ենք Տեր, հիմա, ես հիշում եք մի պատմություն ասի, մեկը մի շատ շտապող մարդ էր, անհամբեր մարդ էր, աղոթում էր համբերության համար, ասում էր Տեր, խնդրում եմ ինձ համբերություն տուր, բայց հենց հիմա տուր։ Հենց այս պահին։ Պետրոսը երբ որ հետ է գալիս, մենք կարդում ենք դրանից հետո արդեն 23 համարը եւ 28-29 համարը։ Ասում է այսպես. Եվ նրանց ներս կանչելով հյուր ընկալեց։ Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ եւ շարունակությունը արդեն բոլորս կարծում եմ որ գիտենք 28 եւ 29 համարներն եմ հատկապես ուզում շեշտել։ Պետրոսը նրանց ասեց. դուք գիտեք, որ հրյա մարդուն օրինավոր չէ օտարասկի որևէ մեկին դիպչել կամ մոտենալ, բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել, դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ, ինչ եք
ինչու եք ինձ կանչել։ Այդ աղոթքը, այդքան այդ հափշտակությունը, Կորնելիոսի աղոթքը, այդքան տարածություն կտրելը, ինչի եք կանչել, ինչն է իմաստը, որ դուք ինձ հետ եք բերել այստեղ, եւ տեսեք ինչ արինում։ Շարունակություն է ասում։ Կորնելիոս ասում է 4 օր առաջ հենց այս ժամին մինչև 9 ժամ աղոթքի էի, եւ իմ առջև մարդ կանգնեց փայլուն զգեստով ասեց, որ քեզ կանչեն, որ դու գաս ասելու բան ունես։ Հələ չի իմանում ինչի համար է։ Դու բան ունես ասելու։ Սուրբ Հոգով լցված անձնավորության, Սուրբ Հոգով լցված աղոթքի մեջ սիրելիներ միշտ ասելու բան կա։ Երբ որ դու կանգնում ես Աստծո ներկայության մեջ, երբ որ սիրտդ լիքն է Աստծո Հոգով, դու ինչ ես անում։ Միշտ ասելու բան ունես։ Որովհետև երբ որ գնում ես ասում ես ինչ պիտի ասեմ, Աստծո խոսքը ասում է հոգ մի արա ինչ ասես, որովհետև այնտեղ կասվի քեզ թե դու ինչ ասես։ Ես ունեցել եմ այդպիսի շատ փորձառություններ, վստահ եմ դուք եք, երբ որ գնացել եմ ինչ որ միտեղ այցելության չեմ իմացել ինչ պիտի ասեմ, աղոթել եմ Տեր, ասել եմ դու այդ մարդկանց սրտերը գիտես, ինչ ասեմ ես, եւ Տերն ասել է գնա եւ ես քեզ ցույց կտամ ինչ կասես։ Գնացել եմ եւ ապշելու բաներ են տեղ ունեցել եւ Աստծո օրհնություններն են վայելել սիրելիներս։ Գիտեք որ խոսքը շարունակության մեջ մոտենում ավարտին սիրելիներս, տեսնում են մի հետաքրքիր բան եղավ։ Պետրոսը խոսում է, քարոզում է, 44-ից 48 համարներն են կարդում եւ սրանով պիտի վերջացնեն։ Եվ Պետրոսը սկսում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին խոսել։ 44 համարից ասում է եւ ինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այն խոսքը լսողների վրա եւ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թրպատությունից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ է եղում, որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում եւ Աստծուն փառաբանում։ Այն ժամանակ Պետրոսն ասեց. ով կարող է արգելել, որ սրանք մկրտվեն ջրով, որոնք ընդունեցին Սուրբ Հոգին ինչպես եւ մենք, եւ հրամայեց նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Այն ժամանակ խնդրեցին նրան, որ մի քանի օր եւս այնտեղ մնա։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞։ Խոսում Աստծո մասին, Սուրբ Հոգին իջնում է, փրկություն անդեղ ունենում, հրաշքներ են տեղի ունենում, Սուրբ Հոգու հրաշալի այցելություն անդեղ ունենում։ Մարդիկ սկսում են լեզուներ խոսել, ինչպես որ դա տեղի ունեցել Գործք առաքելոց 2-րդ գլխում։ Սա փաստարկն է այն ճշմարտության, որ Գործք առաքելոցը չի վերջացել։ Սա ճշմարտություն է, հաստատություն է այն իրականության, որ շատերն ասում են, որ պարգևները, պաշտոնները, ծառայությունները, պտուղ ամեն բան վերջացել է Գործք առաքելոցի Պենտեկոստեով։ Դա այդպես չէ, դա այսօր էլ կա եւ դա կլինի միշտ, մինչեւ որ Տերը իր եկեղեցին կվերցնի։ Ամեն, ամեն։ Ամեն։ Եվ հիմա հերթը իմ լուքոնն է, սիրելիներս։ Հիմա հերթը իմ լուքոնն է։ Կորնելիոս աղոթքանում, Պետրոսն աղոթքանում։ Ճանապարհին աղոթները հանդիպում են, Աստված հրեշտակ է ուղարկում, մարդ է բերում եւ հարցերին լուծումը տալիս, ապաշխարություն եւ փրկություն է տեղի ունենում։ Այսօրվա գլուխիս իմաստը սա է, սիրելիներ, ուղերձը սա է այս խոսքի։ Եթե ուզում ես, որ ինչ-որ մեկը քո աղոթքի մասը դառնա, դու դարձիր ուրիշ մեկի աղոթքի մասը։ Եթե ուզում ես ինչ-որ մեկը միաբանվի քո աղոթքին, դու փորձի միաբանվես ուրիշի աղոթքին։ Դու միգուցե կանգնես եւ ասես Տեր, չգիտեմ ինչի համար եմ աղոթելու, բայց խնդրում եմ ինձ ասա, ինչի համար աղոթելու։ Ես վստահ եմ, որ Սուրբ Հոգին միտք կտա քեզ, որ դու կսկսես աղոթել։ Ամեն։ Միտք կտա քեզ, որ դու աղոթես։ Եվ այդ աղոթքը կարող է կյանքեր փոխի, այդ աղոթքը կարող է հրաշքներ գործի, սիրելիներս։ Ուզում ձեզ համար կարդալ Եսայի մարգարեությունից 56-րդ գլուխ 7-րդ համարը եւ մենք միասին պիտի աղոթենք։ Նրանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը եւ նրանց ուրախացնեմ իմ աղոթքի տան մեջ։ Նրանց ողջակեզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերի համար։ Կբերեմ իրանց մեկ գործի համար, որ աղոթեն։ Երբ որ գալիս ենք Աստծո տուն, պիտի աղոթենք։ Ես գիտեք արդեն որորդ անգամը Գլենդերում տեսնում եմ մուսուլմանների, իսլամի հետևորդների, որ մեքենան մայթի կողքը կանգնած, խալին գցած գետինը կանգնած աղոթքան։ Բայց այսքան ժամանակ թերևս, չգիտեմ, 1-2 մարդ տեսած լինեմ, թե չէ, որ քրիստոնյա են կանգնած փողոցում աղոթք են անում։ Վերջերս մի կտոր այդպիսի ֆիլմ կար, որ նայեցի, այսինքն վիդեո էր ավելի ճիշտ, որ ինչպես ուրիշ նահանգում,
չեմ հիշում կոնկրետ որ նահանգում էր, Տեքսասում էր, եթե չսխալվեմ, իսլամի հետևորդները հավաքվել են եւ նշում են իրանց իսլամի օրը։ Եվ մի կին եկավ եւ միկրոֆոնը վերցրեց եւ սկսեց հանդիմանել։ Ես հանդիմանում եմ այս իսլամի ոգուն, արգելում եմ, որտեղ այս երկիրը քրիստոնյա երկիր է, քրիստոնեական արժեքներով։ Ինչ ենք մենք անում։ Գիտեք, շատ հավատացյալներս դատելու փոխարեն, ավելորդ խոսելու փոխարեն պիտի ժամ տանք աղոթքի։ Ժամ տանք աղոթքի, որովհետև դրանից կներեք բարես հավասար, սրանից խեր կա, իսկ բամբասանքից խեր չկա։ Բան չունես անելու, սկսի աղոթել։ Ինչի համար աղոթես, այ դրա համար աղոթի, թե ինչի համար աղոթես։ Տեր, ինչի համար աղոթել։ Երբ որ զգաս քո սրտի մեջ, ինչ որ մի բան, եթե միգուցե աղոթես ինչ որ մեկի հիվանդության, բժշկության համար, միգուցե աղոթես մեկի փրկության համար, միգուցե ինչ որ մեկը գա քո սրտի մեջ, մտքիդ մեջ սկսես տանջանքը զգալ, բանը զգալ քո մեջ, եւ այդ ժամանակ կարող ես դու արդեն աղոթքի մաս կազմել։ Եթե անգամ դուք երբևիցե երկու աղոթողներ իրար չհանդիպեք են, հավատացնում եմ, երկնքում այդ աղոթքի մասին անպայման կխոսվի։ Ինչպես որ Կորնելոսին ասեց, որ երկնքում ճանաչվելու համար է հեսա։ Հիմա սիրելիներս, առաջարկում եմ, որ մենք կանգնենք աղոթքի, եթե ձեզ հարմար է, եթե ուզում եք նստած խնդիր չկա, բայց ուզում եմ, որ այս աղոթքի մեջ ձեզ առաջնորդեմ։ Հիմա գիտես դու ինչի համար պիտի աղոթես։ Կամ իմ որ քո սրտից ծանրացած որպես դրա համար աղոթես։ Դրա համար կարող ես աղոթել։ Բայց ուզում եմ առաջնորդել, որ մենք սկսենք աղոթել Տեր, ինչ աղոթել։ 2005 կարծեմ թվականն էր, մեծ կոնֆերանս էր հովվական, մենք Ծաղկաձորում էինք եւ մի եղբայր այսպիսի բան ասեց, ես երբ որ կանում եմ աղոթքի, ասում Տեր, ինձ աղոթք տուր, որ աղոթեմ։ Ես շատ բան վերաբերվեցի այդ խոսքին, շատ այսպես ասեցի, աղոթք տուր ես որնա, դե գիտես ինչի համար ես աղոթում աղոթի։ Բայց երբ որ նայում եմ Աստվածաշնչի մեջ, տեսնում եմ այո, ինչի համար պիտի աղոթենք, կարիք կա որ Տերը մեր սրտի մեջ դնի, ինչի համար աղոթենք։ Չենք կարող ցակուցրիվ աղոթել, ամեն ինչից աղոթել։ Ինչ որ առաջնորդում է Սուրբ Հոգին, դրա համար ենք աղոթում։ Սիրելի մեր Տեր, մենք շնորհակալ ենք Քեզ։ Սրտանց փառք ենք տալի Քեզ այս հրաշալի խոսքերի համար։ Շնորհակալ ենք, որ դու մեզ դարձնում ես աղոթքի մարդ, որտեղ քո խոսքն ասում է, որ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Բոլոր ժողովրդի համար, միշտ այս տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Սա ոչ թե միայն աղոթքի տան անուն ու տիտղոսը պիտի լինի, այլ աղոթքի տուն պիտի հռչակվի աղոթողների պատճառով։ Եվ ես աղոթում եմ Տեր, որ մեզ աղոթել սովորեցնես։ Ինչպես մի օր աշակերտներ եկան եւ քեզ ասեցին Տեր, մեզ սովորեցրու աղոթել։ Ինչ աղոթենք, ինչպես աղոթենք, ինչ բառ օգտագործենք, ինչ նյութի մասին աղոթենք։ Եվ դու տվեցիր ամենահիանալի աղոթքի ձևը։ Եվ մենք շնորհակալ ենք։ Եվ նրանց քեզ հարցումից ծնվեց այդ հրաշալի հայրները, որ մինչև օրս եւ մինչև վերջ էլ այդ աղոթքը կանենք։ Հիմա Տեր ժամանակն է, որ մեր աղոթքը հասնի քեզ եւ դու պատասխանես։ Տեր, մեզ ասա ինչի համար աղոթենք։ Սովորեցրու մեզ Տեր լսել քո ձայնը աղոթքի մեջ։ Սովորեցրու մեզ հասկանալ քո կամքը աղոթքի մեջ։ Դուր մեզ ուղղություն աղոթքի Տեր, դուր մեզ հասկացողություն հոգուտ, որ իմանանք Տեր, ինչի մեջ ես ուզում տանես մեզ, ինչ նյութի մեջ ես ուզում որ աղոթենք Տեր։ Եթե անգամ շփոթություն ունենք Տեր, գիտենք որ քո հոգին մեզ կառաջնորդի եւ ամեն բան կարգի կդնի, որպեսզի կատարյալ լինի մեր աղոթքը։ Սիրելի Տեր, աղոթում եմ, որ մեզ սովորեցնես աղոթել։ Որ ոչ թե միայն մեր սովորած բառերը խոսենք, այլ խոսենք այն ինչ որ զգում ենք քեզանից որ խոսենք։ Ինչ որ ինչից որ ազդվում ենք մեր ներսում որ խոսենք, ինչ որ ապրում ենք մեր ներսում քո խոսքիդ համաձայն որ խոսենք, դա սովորեցրու մեզ Տեր։ Մենք շնորհակալ ենք Քեզ Տեր Հիսուս, շնորհակալ ենք Քեզ։ Աղոթում եմ Տեր Աստված հիմա, որ մեր բնական աղոթքներից այն կողմ մեզ սովորացնես այս նոր մակարդակ աղոթքի, որ դառնանք ինչ որ մեկի աղոթքի երկրորդը, որ լինի այդ երկու աղոթքը եւ մեկ պատասխանը։
վստահ ենք քեզ, Տեր, որ երբեք քո խոսքը իզուր չի։ Դու երբ որ միաբանում ես, օրհնություն ես արձակում։ Եվ ես աղոթում եմ, Տեր, որ մեզ դարձնես այդ լսող մարդիկ, որոնք կարող են քո հիանալի ներկայության մեջ քեզ լսեն եւ աղոթ բարձրացնեն։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Եկեք միասին օրհնենք Տիրոջը, մեր աղոթքը բարձրացնենք։ Դու կարող ես հիմա խնդրել Տիրոջը, Տեր, ինչի համար կուզես աղոթեմ, ում համար կուզես աղոթեմ, եւ փորձիր զգալ քո սրտի մեջ, Տերը ինչ բանի վրա է շեշտ դնում քո մեջ։ Սրանից հետո իմացա, կարող եմ դառնալ ինչ-որ մեկի աղոթքի ընկերը, ամեն, գրիվի երկու աղոթք, մեկ պատասխան, օրհնի մեզ Աստված, Տեր օրհնի ձեզ, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի, ամեն։
Ձեռքերիդ մեջ է ամբողջը դեր քոն է հագիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը